Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Գլոբալ մարտահրավեր հանդիսացող բնապահպանական հիմնախնդիրներին ուղղակիորեն բախվում է նաև մեր երկիրը։ Այսօր զրուցելու ենք հենց այդ հիմնախնդիրների մասին։ Իմ հյուրերն են աշխարհագետներ Յուրիկ Մուրադյանը, ինչպես նաև Ներսես Սամվելյանը։ Ողջույն պարոնայք, շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Դիտենք փոքրիկ տեսանյութ թեմայի վերաբերյալ, որից հետո կանցնենք մեր քննարկմանը։ Շնորհակալություն։ Արտադրողական ուժերի զարգացմանը զուգընթաց մարդու փոխազդեցությունը բնության վրա ավելի ինտենսիվ է դարձել։ Արդյունքում այսօր աշխարհը կանգնած է բնապահպանական լուրջ մարտահրավերների առաջ։ Եթե մինչև վերջին ժամանակները մարդկության գոյատևման գլխավոր հիմնախնդիրը պատերազմի եւ խաղաղությանն էր, ապա այսօր շատ մասնագետների կարծիքով այդպիսի հիմնախնդիր դարձել է գլոբալ բնապահպանականը։ Ոլորտի մասնագետների գնահատականով մարդկային քաղաքակրթությունների զարգացման ժամանակակից փուլին բնորոշ է գլոբալ բնապահպանական ճգնաժամի ահագնացումը։ Այս խնդիրներին բախվում է նաև Հայաստանը, անտարբեր վերաբերմունքը հայրենի բնության, բնական ռեսուրսների հաճախ անհեռանկար ու անխնա օգտագործումն ու շրջակա միջավայրի աղտոտումը մեր երկրում առաջացրել են բազմաթիվ բնապահպանական մարտահրավերներ։ Իսկ հայրենիքի ընկալումն ու հայրենասիրությունն առաջին հերթին պետք է դրսևորվի հայրենի բնության նկատմամբ ունեցած սիրով եւ հոգատարությամբ, քանի որ հայրենիքը վերացական գաղափար չի, այն նախ եւ առաջ հայրենի հողն ու ջուրն է, օդն ու բնությունը։ Այս ամենի նկատմամբ սպառողական մոտեցումը կհանգեցնի լրջագույն բնապահպանական աղետների։ Ուստի բնապահպանական հիմնախնդիրները պետք է դառնան եւ պետության եւ հասարակության մշտական հոգացության առարկան։ Պարոն Մուրադյան, հիրավի բնապահպանական հիմնախնդիրները գլոբալ են եւ անկախ աշխարհագրական տարածքից, անկախ այդ տարածքում ապրող մարդկանցից, բոլոր ժողովուրդները եւ անհատները այս կամ այն կերպ բախվում են այդ խնդիրներին։ Գալով մեր իրականություն, հայկական իրականություն կամ հայաստանյան իրականություն, ինչպիսի հիմնական գլոբալ կամ լոկալ բնապահպանական հիմնախնդիրներ կա, որոնց մեր երկիրը, մեր ժողովուրդը այսօր ուղղակիորեն առնչվում է։ Ընդհանրապես մարդկության համալրական հիմնախնդիրները կամ ինչպես մենք հաճախ անվանում ենք գլոբալ հիմնախնդիրներ, տևական ժամանակ է ինչ առաջացել են, հիմնախնդիրներ կան, որ մարդու ամբողջ պատմության ընթացքում են գոյություն ունեցել, օրինակ ասենք պարենային հիմնախնդիրը, առողջության պահպանման հիմնախնդիրը, պատերազմի եւ պատերազմների եւ խաղաղության պահպանման հիմնախնդիրը, բայց հիմնախնդիրներ կան, որոնք իրենց ուժգնությամբ իրենք դրսևորվել են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նկատի ունենք գիտատեխնիկական առաջընթացի այս վերջին 5-6 տասնամյակների ընթացքում, երբ լոկալ հիմնախնդիրները ժամանակին չլուծվեցին, խորանալով տեղիք տվեցին ռեգիոնալ հիմնախնդիրների, ի վերջո ռեգիոնալ հիմնախնդիրները հանգեցրին գլոբալ հիմնախնդիրների։ Յուրիկ Մուրադյան, աշխարհագրական գիտությունների թեկնածու։ 1976-ից 90 թվականներին եղել է Խորհրդային Միության աշխարհագրական ընկերության անդամ։ 2005-ից հայկական աշխարհագրական ընկերության փոխնախագահն է։ 2006-ից 2012 թվականներին եղել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ աշխարհագրության, ապա եւ կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետների դեկանի տեղակալ։ Հեղինակ եւ համահեղինակ է դպրոցական եւ բուհական աշխարհագրության 12 դասագրքերի, բառարանի, ուսումնամեթոդական ուղեցույցների, հոդվածների եւ քարտեզների։ Դրանք մեկ օրում կամ մեկ տարում չեն առաջացել, մարդկությունը չի կարողացել ապահովել այդ հիմնախնդիրների պատշաճ մակարդակով դրանց ժամանակային լուծումը եւ մենք այսօր առնչվում ենք, բախվում ենք այդ հիմնախնդիրների հետ։ Ժամանակի ընթացքում թիմեք հիմնախնդիրը մնում էր խաղաղության պահպանման հիմնախնդիրը ամբողջ աշխարհում, սակայն սոցիալիզմի փլուզումից հետո, կապիտալիզմի սոցիալիզմի պատմական վեճը ավարտվեց առաջինի հաղթանակով, պատերազմի վտանգը գլոբալ առումով նվազեց, ռեգիոնալ առումով իհարկե տարածաշրջանային շատացավ, բայց առաջին պլան մղվեց բնապահպանական հիմնախնդիրը։ Սա առաջին հերթին ինդուստրիալ հասարակության հիմնախնդիրը, զարգացած երկրներին է բնորոշ, սակայն այն իր դրսևորումը ստանում է նաև զարգացող երկրներում։ Այսօր շատ զարգացող երկրներում հարավ-արևելյան Ասիայի կամ ասենք աֆրիկյան, լատինամերիկյան այդ հիմնախնդիրը նոր ուժով է դրսևորվում, նոր սրությամբ պես մարդկության առաջ կանգնում։
Պատճառն այն է, որ զարգացած երկրները իրենց աղտոտ արտադրությունները տեղաբաշխում են նաև զարգացող երկրներում։ Ճապոնիան որպես այդպիսի բնապահպանական ռիսկի վտանգավոր արյալ է կարծես թե հայտարարել հարավ-արևելյան Ասիայի երկրները, եվրոպական պետությունները, աֆրիկյան երկրները եւ Միացյալ Նահանգներն ու Կանադան լատինամերիկյան երկրները։ Եվ այդ երկրներում ոչ պակաս ուժգնությամբ բնական միջավայրը աղտոտվում է, ջուրը, հողը, բուսականությունը, կենտանական աշխարհը եւ ի վերջո դա հանգեցնում է նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վատ տարածմանը։ Բնապահպանական ճգնաժամը ի վերջո խորանալով վերածվում է բնապահպանական աղետի։ Շնորհակալություն, պարոն Սամվելյան, կան հիմնախնդիրներ, ինչպես պարոն Մուրադյանը նշեց, որոնք սպეციფიկ են հենց միայն մեր տարածաշրջանին կամ միգուցե նաև հենց մեր երկրի համար, որոնք ինչ որ իմաստով չեն կրկնում կամ որոշակի իմաստով նաև տեղայնացված են եւ առանձնակի դրսևորումներ ունեն հենց այս մեր կոնկրետ տարածաշրջանում։ Ընդհանուր առմամբ իմ կարծիքով սպეციფიկ էկոլոգիական գոնե հիմնահարցեր, հիմնախնդիրներ չեմ կարծում թե ցայտուն դրսևորումներ ունենք։ Դա ընդհանուր համամոլորակային հիմնահարցեր են, համամոլորակային իրավիճակ է էկոլոգիական, որը իր բովանդակությամբ տարբեր, այսպես մասշտաբային դրսևորումներ է ունենում թե ռեգիոնալ, թե լոկալ մակարդակով։ Ներսես Սամվելյան, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետի գիտական եւ հետբուհական կրթության գծով դեկանի տեղակալն է։ Հեղինակ է բազմաթիվ գիտական եւ գիտամեթոդական աշխատանքների, այդ թվում 1 մենագրության եւ 1 ուսումնական ձեռնարկի։ Լոկալ հիմնախնդիրները վերաճելով դառնում են ռեգիոնալ, այսինքն մատնանշում են մի քանի երկրների, մի քանի ժողովուրդների շահերը եւ պահանջում է լուծումը դրանց ռեգիոնալ մակարդակով, բնականաբար, եւ չլուծվելու դեպքում դրանք ի վերջո իրոք կարող են վերածվել գլոբալ հիմնախնդիր եւ հակառակը։ Այո, հասկանալի։ Պարոն Մուրադյան, արդյոք բավարար գիտակցություն ունենք, մեր հասարակությունը այդ բավարար գիտակցությունը ունի հարգալից վերաբերմունք ցուցաբերելու շրջակա միջավայրի բնության եւ մասնավորապես հայրենի բնության նկատմամբ։ Շատ հետաքրքիր հարց է եւ տեղին հարց է։ Իհարկե, բնության նկատմամբ հարգալից վերաբերմունքը պայմանավորված է նաեւ բնակչության էկոլոգիական դաստիարակությամբ։ Իհարկե կա էկոլոգիական դաստիարակության տարբեր ասպեկտներ, էկոլոգիական մտածողություն, էկոլոգիական աշխարհայացք, էկոլոգիական գիտակցություն, էկոլոգիական մշակույթ։ Մենք արդյոք այդ մշակույթը ունենք։ Յուրաքանչյուր ժողովրդի մոտ իհարկե այն դրսևորվում է սպეციფიկ կողմերով։ Ոմանք ավելի հակված են, ասենք, մի ուղղությամբ, մյուսները հակառակ ուղղությամբ, բայց ես կասեի, որ այսօրվա իրավիճակը հիմք է տալիս ենթադրելու, թե չեմ ուզում, որ այդպես լինի։ Մենք բնության նկատմամբ այդքան էլ հարգալից վերաբերմունք չունենք։ Առօրյա կյանքում բազմաթիվ մենք դեպքեր գիտենք, թե ինչպես ենք մենք ծառը կտրում, անխնա տրորում ենք գազոնը, ծաղկաթումբը, ավելի շատ մենք սիրում ենք, որպեսզի մեր շրջակայքում ասֆալտը, բետոնը, քարե պատերը, ինչ որտեղ գարաժը շատանա, կան ասենք ծաղիկ, գազոն, անտառ եւ այլն։ Այսա բերում հանգեցնում է նրան, որ բնությունը, Էնգելսը լավ է բնության դիալեկտիկայում այդ միտքը արտահայտում, եկեք շատ չհրաբուրվենք բնության դեմ տարած մեր հաղթանակներով, ամեն մի այդպիսի հաղթանակի դեպքում բնությունը մեզանից վրեժխնդիր է լինում։ Եվ մենք դրա անցանկալի բացասական հետևանքները ամենուր տեսնում ենք։ Անկամի հասարակ հարց, մենք ամանդապաշտ ժողովուրդ ենք, սիրում ենք, որ մեր ընտանիքներում եղբայրները, եթե սեփական տներ են, կողքի գտնվեն հողամասի վրա, մի եղբոր բնակարանը կամ հողամասը մյուսից 2-3 մետր բարձրությամբ քարե պատնեշով է առանձնացված։ Ինչու քարե պատնեշ, երբ այդտեղ կարելի էր ինչ-որ մի ծաղկաթումբով բաժանվեր, դա շրջապատի համար ավելի աչքի համար ավելի այսպես հաճելի կլիներ, կանաչ տարածություն է, թուփ է, մաքուր օդ է, եւ ոչ թե ասենք է ծանր, հսկայական նաեւ շինանյութի վատնում, այդ պարիսպներով կամ ինչ որ գարաժներով, բաներով մենք միմյանցից ավտոտրակներով անջատ ենք։ Բնության նկատմամբ հարգալից վերաբերմունքը դա փոքրուց է գալիս։ Ճապոնացիները մի հետաքրքիր սովորություն ունեն, ասում են ոչ մի դեպքում չպետք է ճապոնացին դրսում ապրի։ Սա ազգային հետաքրքիր մենթալիտետ է, սովորություն է,
Նրանք ասում են պետք է ապրես, ստեղծագործես, աշխատես, չարչարվես, մեռնես քո ազգի համար եւ բնության նկատմամբ ունենաս չափազանց սիրալիր վերաբերմունք։ Մենք բնության նկատմամբ մեր վերաբերմունքը ես կասեի այսօր բավարար չէ, դեռ ավելին նաեւ շատ ավելի ցածր է։ Մենք հաճախ ենք տեսնում թե ինչպես ենք վարվում բնության հետ։ Եվ դա էլ բերում է էկոլոգիական իրադրության նաեւ վատթարացում։ Այդ թեկուզ տնտեսության վարման եղանակները, թեկուզ այդ ավել քանակությամբ պարարտանյութեր օգտագործել արդյոք ճիշտ է, որ մենք այդքան շատ պարարտանյութեր, թունաքիմիկատներ, քիմիական տարբեր տեսակի նյութեր ենք օգտագործում, հետո դրանից ստացված արդեն սննդամթերքը ինչ է դառնում կամ։ Երբ մենք ասում ենք բնության նկատմամբ հարգանքը պետք է մեծանա, դա փոքր հասակից պետք է ձևավորվի այդ ավանդույթը, եւ դա լավ ավանդույթ է, եթե մենք կարողանանք հասցնել։ Բայց մենք միշտ անձնական շահը, տնտեսական շահը առաջի պլան ենք մղում ցավոք։ Պարզ է, այսինքն ժամի, պահի, սպառողական հոգեբանությամբ, օգուտ եկամուտ ստանալու հոգեբանությամբ ուղղակի վատնում ենք մեր երկրի, մեր հայրենի բնության ռեսուրսները եւ ինչպես ճիշտ նշվեց պարոն Մուրադյանի կողմից անհրաժեշտ է էկոդաստիարակություն կամ ավանդույթի ձևավորում, եթե այդպիսի ավանդույթ չունենք ինչ-ինչ պատճառներով, դա պետք է ձևավորվի։ Իսկ ինչ ջանքեր են արվում պարոն Սամվելյան, որովհետեւ էկոդաստիարակությունը դա ամբողջ մի համակարգ է եւ կրթական բաղադրիչ է եւ պիտի մի կետում կամ մի գյուղում, մի քաղաքում, մի դպրոցով չարվի։ Անհրաժեշտ այսօր ջանքեր կան մեր երկրի կողմից կամ կրթական համակարգում կա անհրաժեշտ բաղադրիչը, որպեսզի մեր սերունդը, ապագա սերունդը մեծանա հայրենիքի, հայրենի բնության նկատմամբ այդ հարգալից վերաբերմունքով, հա։ Շնորհակալություն։ Իհարկե, էկոլոգիական կրթությունը դա իմ կարծիքով ազգային գաղափարախոսություն է, որովհետև հատկապես մեր օրերում, մեր ժամանակներում մի փոքր ես փորձեմ պատմական այսպես, հա, անցում կատարել, էկոլոգիան որպես այդպեսին, որպես գիտություն, հա, կենդանի եւ անկենդան բնության բաղադրիչների, տարերի փոխադարձ կապերի մասին, ուսումնասիրող գիտություն այդ կապերը, կենսաբանական գիտությունից սերվեց կարծես թե 19-րդ դարի վերջերին, բայց արդեն 20-րդ դարի 50-ական թվականներից էկոլոգիական հետազոտությունների նշաձողը, այսպես ասենք, նոր պրագմատիկ կառուցողական մակարդակի հասավ։ Այն իմաստով, որ այստեղ միացավ նաև մարդկային հասարակության, նրա տնտեսական գործունեության եւ շրջակա միջավայրի, ինչպես դուք նշեցիք, փոխհարաբերությունների հարցը։ Եվ այդ մակարդակը հասավ այնպիսի մի բարձրաչափական գիտության առումով այսպես նիշի գագաթնակետի, որտեղ արդեն այո նկատվեց անհրաժեշտությունը կրթական տեսակետից, էկոլոգիական դաստիարակության եւ էկոլոգիական մտածելակերպի ձևավորման տեսակետից հանրության տեղեկացման եւ այսօր բոլոր գիտական բոլոր ասպարեզներում հասարակության տնտեսական գործունեության բոլոր բնագավառներում բոլոր ոլորտներում էկոլոգիան շարքվում է եւ պիտի ասեմ որ շարքվում է ճակերտավոր, որովհետեւ շարքվում է կարծես թե բացասաբար է հնչում։ Էկոլոգիան այսօր մուտք է գործել տնտեսություն, կենցաղ, մշակույթ, պարոն Մուրադյանը շատ ճիշտ նշեց, այսօր մենք խոսում ենք սննդի էկոլոգիայի մասին, կրթության էկոլոգիայի մասին, այսօր մենք խոսում ենք մշակույթի էկոլոգիայի մասին, հետևապես էկոլոգիական կրթություն, էկոլոգիական դաստիարակությունը առավել եւս հատկապես մեր երկրի համար, հայության համար, մեր ժողովրդի համար առաջնային նշանակություն ունի։ Չմոռանանք, որ մեր երկիրը լեռնային է, եւ պիտի ասեմ, որ լեռնային երկրները էկոլոգիական մարտահրավերների թե բնական, թե մարտածին մարտահրավերների ավելի խոցելի են միանշանակ եւ պատահական չէ, որ 92 թվականի Միացյալ ազգերի կազմակերպության կողմից կազմակերպված բնության շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրներին նվիրված կոնֆերանսը հանրահայտ Ռիոյի 92-ի երկրորդ բաժինը գիտաժողովի երկրորդ բաժնի 13-րդ գլուխը կոնկրետ նվիրված էր հենց լեռնային երկրների լեռնային էկոհամակարգերի պահպանությանը եւ օրակարգ 21-րդ դար այդ հանրահայտ փաստաթուղթը ենթադրում էր 21-րդ դարը էկոլոգիայի
Պարոն Մուրադյանը միշտ դա ներկայացնում է, դա միշտ ակնարկում է 20-րդ դարը, եթե համարում ենք քիմիայի դար, պարոն Մուրադյան, 21-րդ դարը իր ամամբ էկոլոգիայի դար է։ Բայց կարծես թե մենակ թղթերի վրա չի, հռչակագրերի, ելույթների, տարբեր տեսակ կոնֆերանսների, օրակարգերի տեսքով, բայց իրականության մեջ եւ թե նայում ենք, տեսեք անդադ խոսում էր գլոբալ տաքացման մասին, հիմա կարծես թե վերջին շրջանում գլոբալ սառեցման մասին է խոսում, էկոլոգիական խնդիրների ահագնացման մասին է խոսում, որևէ ջանքեր, կոնկրետ գործնական ջանքեր կարծես թե չկա, որևէ եւ գլոբալ եւ լոկալ մասշտաբներով այդպիսի ինչի է տպավորությունը։ Գիտեք, ես կարծում եմ, որ նախ խնդիրը բովանդակում է իր մեջ լուրջ աշխատանք եւ ժամանակի տեսակետից է ժամանակային առումով բավականին լայն տիրույթ այս իմաստով եւ այսօր ցանկացած Միացյալ Ազգերի կազմակերպության փաստաթղթերում երկրի տնտեսական հզորության չափորոշիչ է գնահատmaq ընկեր Մուրադյանը դա հիմնավորի եւ չափորոշիչը համարվում է տվյալ երկրի բնական միջավայրի վիճակը ընդհանրապես եւ պատահական չէ որ մինչեւ վերջին տասնամյակները էկոլոգիական միջավայրի վիճակի էկոլոգիական գնահատումը ենթադրում է երկու հիմնական մոտեցում մշտադիտարկումներ, հա, այսինքն մոնիտորինգային, ուրեմն հետազոտություններ եւ վերլուծություն։ Այսօր առաջնային նշանակություն է ստանում ձեր հարցի ուղղակիորեն պատասխանը կառավարումը։ Միջավայրի էկոլոգիական վիճակի կառավարումը։ Իսկ կառավարել հնարավոր է միայն այն դեպքում, երբ ճանաչում ես երևույթը, տեսնում ես երևույթի պատճառահետևանքային կապերը, գնահատում ես այդ երևույթի եւ պրոգնոզի, հա, կանխատեսելով զարգացման միտումները նոր հնարավոր է կառավարել։ Այսօր ես կարող եմ առանց տատանվելու ասել, որ կառավարման մեխանիզմներ գլոբալ մասշտաբով, ես նկատի ունեմ ՄԱԿ-ի շրջանակներում մշակված են։ Մնում է ընդհանրապես տեղայնացնել աշխատանք տանել իրոք կան փաստաթղթային ինչպես ասացիք կան եւ տնտեսապես զարգացած երկրներում էկոլոգիապես գրագետ երկրներում որտեղ կա էկոլոգիապես գրագետ հասարակություն այո այդ ուրեմն ձևաչափերը գործում են ես ներողություն ես հատկապես կարևորում եմ նման քայլերը մեր հանրապետությունում մեր փոքրիկ հողատարածքում այո որովհետև ինչպես քիչ առաջ նշեցի, լինելով Հայաստանի Հանրապետություն, լինելով լեռնային խոցելի երկիր, էկոլոգիական նույնիսկ այն ոչ շատ խոր վիճակի, էկոլոգիական վիճակի ոչ շատ խոր դրսևորումները մեզանում ցայտուն են արտահայտվում։ Երակի անգամ, քառակի անգամ։ Եվ ես քիչ առաջ նշեցի, պատահական չէ, որ 2002 թվականը ՄԱԿ-ը հայտարարեց լեռների միջազգային տարի եւ 2004 թվականին ուրեմն լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի շրջանակներում Հայաստանը անդամագրվեց որպես այդպիսին խոցելի, էկոլոգիապես խոցելի լեռնային տարածք ունեցող երկիր։ Այո, մեզանում խիստ կարևորվում է էկոլոգիական կրթության եւ դաստիարակության հարցը։ Մեզ մոտ կոնկրետ մանկավարժական համալսարանում ես առիթից եմ օգտվել աշխարհագրության բաժնում հավատացեք որ առարկայական ցանկը ենթադրում է բացառապես եւ ֆիզիկա աշխարհագրական եւ սոցիալ-տնտեսական աշխարհագրական գիտակարգերը, հա, դասավանդվող բոլորն իրենց հիմքում ենթադրում են էկոլոգիա, Ի վերջո մեր ժողովրդի ապագան ես տեսնում եմ մաքուր անարատ միջավայրում։ Շնորհակալություն, պարոն Մուրադյան, տեսեք, խոսվեց մեխանիզմների մասին։ Միգուցե կան այդ մեխանիզմները մշակված, օրենքները։ Նույն մեր երկրում էլ օրենսդրական կարծես թե ապահով դաշտ կա։ Բայց եւ խնդիրները նշվեց, որ գլոբալ են, բայց իրականում գլոբալ հետևանքներն են, խնդիրները լոկալ են։ Եթե մենք մեր անտառները կտրում ենք, մենք մեր սևանը կամ գետերը աղտոտում ենք, եթե մեր աղբը կենցաղային նետում ենք տան մոտ հոսող արվակը կամ չգիտեմ ջրափոսը, կարծում եմ որևէ տեսակի օրենք կամ չգիտեմ գլոբալ մեխանիզմ այդտեղ չի կարող դերակատարում ունենալ, եթե մենք ինքներս դա չանենք։ Այ հիմա գալով արդեն ռեալ իրականություն, արդեն 25 տարվա անկախ պետականություն ունենք, մենք գիտենք 90-ականներին ինչպես վերաբերվեցինք մեր բնությանը կամ հիմա էլ առանձին դեպքերում ինչպես ենք վերաբերում։ Արվում է ինչ որ չափով, ինչ որ ձևով, ինչ որ վայրում
վերականգնվելու անտառ կլինի, ջուրը մաքրելու գործընթաց կլինի։ Իրականության մեջ մենք դա անում ենք, թե միայն մնում ենք այս դեկլարացիաների շրջանակում։ Խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Վանեսյան, ձեր մտահոգությունը շատ տեղին է։ Հիմնախնդիրը, խնդրեմը կա, արկա է, եւ մենք ինչպես ենք դա փորձում լուծել։ Ասում եմ, որ գիտնականները դառը կատակում են գլոբալ հիմնախնդիրները, այդ թվում էկոլոգիական հիմնախնդիրները հեշտ լուծելի են, միայն մարդկությանը ժամանակը չի բավարարում։ Մենք ժամանակ առ ժամանակ անդրադառնում ենք այդ հարցին։ Տեսեք, անկախության սկզբից այն բուրըն բնական միջավայրի վատթարացում տեղ ունեցավ։ Ընդհանրում խորհրդային տարիներին մենք սիրում ենք շատ ավելի հողը պարարտացնել, թունաքիմիկատներով, ասենք, համապատասխան հարստացնել, սրսկումներ կատարել եւ այլն, եւ մաքուր սննդամթերք մենք քիչ էինք արտադրում։ Ժամանակի ընթացքում արդեն կյանքի հրամայականն է, պահանջն է, որ էկոլոգիապես մաքուր սննդամթերքի պետք է անցնենք եւ միաժամանակ այն միջոցառումները, որ փորձ արվեց մեր եւ փորձ է արվում մեր երկրում համապատասխան կառույցների կողմից իրականացնել, իհարկե այնինչ գրված է թղթի վրա հասկանալի է, օրենքները շատ հստակ գործում են, օրենքները շատ հստակ ձևակերպված են, բայց ինչքանով ենք մենք դա իրեն տրամաբանական ավարտին վաղճանին հասցնում։ Արդյոք մենք հետևողական ենք, օրենքներ սիրող ենք, բնության նկատմամբ ունենք հաշկալից վերաբերմունք, ճիշտ ենք ընկալում բնության առաջ կանգնած խնդիրները։ Ես քիչ առաջ ակնարկեցի, որ առաջի պլան ցավոք մղված է տնտեսական շահը, եւ եթե տնտեսական շահը մենք մի փոքր ավելի հետին պլան մղենք, այսինքն ավելի հետաքրքրվենք բնության նկատմամբ, ավելի երկարաժամկետ տեսնենք, այո, տեսլականը պետք է երկարաժամկետ լինի, մենք կունենանք ցանկալի արդյունքներ։ Մենք այսօր ունենք բավական ծանր մետաղներով վարակված հողահանդակներ։ Երևանյան ագլոմերացիան 50 կիլոմետր շարավղով շատ վտանգավոր արյալում է հայտնված։ Դեպի Արտաշատ Արարատ, դեպի Էջմիածին Արմավիր կամ դեպի Աբովյան Չարենցավան Հրազդան, այս ամբողջ տարածքի վրա մոտ 50,000 հեկտար հողատարածքներ, մեր հիմնական գյուղատնտեսական շրջանն է Արարատյան դաշտը, մենք ունենք ծանր մետաղներով վարակված տարածքներ, որը սննդի մեջ է անցնում դա բդուղի, բանջարեղենի ժամանակին եւ վնասակար բավական նորագոյացությունների տեղիք է տալիս։ Ես հիշում եմ մեր հանրահայտ ֆուտբոլիստ Հարություն Քեյանի Փեսան Հորդանանի գլխավոր ռուսկաբանն էր, նա ժամանակին տարիներ առաջ եկել էր, այնտեղ հարց տվեցին այդ ռուսկացին հիվանդությունների առաջացման պատճառները, դե ասեց ես հատուկ հետազոտություններ եմ կատարել, վերցրել եմ վարունգը, շուկայից վերցրել եմ, շապել եմ շտանգեն ցիրկուլով, նույնիսկ այսպես ասեց, 10 սանտիմետր է, դրել եմ սառնանի մեջ, մեկ շաբաթ հետո չափել եմ, տեսել եմ, դարձել է 11 սանտիմետր վարունգը։ Նախ որ բույսից կտրված է, աճը պետք է դատարի։ Առավել եւս նա երբ սառը միջավայրում է գտնվում, էլա առավել եւս պետք է աճը դատարի, բայց իներցիոն ուժով նա շարունակում է դեռ բույսից բանից կտրված, սնուցումից ջրից կտրված, նա շարունակում է աճել։ Այնքան պարարտանյութեր է նրա մեջ արդեն ներառված, որ նա բնականաբար ինքնիսկյան իներցիոն ուժով շարունակում է աճել։ Այս այ վտանգավոր գործում է նաև հողից կտրված վիճակում։ Լոլիկի պարագայում, նույնը բանջարեղենի մյուս տեսակների պարագայում մենք պետք է ինչքան հնարավոր է ցկտենք էկոլոգիապես մաքուր սննդամթերքի։ Դա ճիշտ է, թանկ հաճույք է, բայց ավելի լավ է քիչ լինի, բայց լավ լինի, քան մենք քանակական ցուցանիշների հետևից ընկնենք եւ բնական միջավայրին կամ մարդու հենց էկոլոգիական միջավայրը առավել վատթարացնենք, այսօր ինչ որ կատարվում է, մեզ համար դա ընդունելի տարբերակներ չեն, հասկանում եմ, մենք գիտակցում ենք շատ դեպքերում, երբեմն մեր ֆինանսական կարողությունները չի բավարարում դրան հասնելու համար, երբեմն մենք օրինապաշտ չենք այդ տեսակետից, թե չէ օրենքները բավական գրված է, մանավանդ միջազգային հիմա մակարդակներում գիտականորեն հիմնավորված շատ բաներ կան, բայց արդյոք մենք կիրառում ենք սրա օրենսդրական դաշտի եւ կատարելագործում պետք է լինի եւ հետամուտ պետք է լինենք այդ բոլորը եւ մեր դասիրակությունը մատաղ սերնդի ճիշտ է մենք անցնում ենք դասընթացներ եւ դպրոցական համակարգում կա էկոդասիրակության հետ կապված հարցերը եւ բարձրագույն ուսումնաբանի շրջանակներում բայց մեր գիտակցության մեջ դա ամրացած չէ ես այդպես կասեի ես իհարկե վատատես չեմ բայց միաժամանակ փորձում եմ
ինչքան հնարավոր է ճիշտը նաև ասել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, ցավոք սրտի մեր հատկացված ժամանակը ավարտվեց։ Հուսանք, որ իրապես մենք կսիրենք մեր հայրենիքը, կսիրենք մեր հայրենի բնությունը եւ ոչ թե խոսենք պատճառների, էկոլոգիական պատճառների հետևանքների վերացման մասին, այլ պատճառները չենք ստեղծի եւ իրականում կունենանք առողջ էկոմիջավայր մեր եկող սերունդի համար։ Շնորհակալություն հյուրընկալելու համար։ Այսպեսով սիրելի հեռուստադիտողներ, մեր հերթական անդրադարձը նվիրված էր բնապահպանական հիմնախնդիրներին։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։